Սրբազան հայր, մեր ժողովուրդը հայ առաքելական եկեղեցի շատ ծանր շրջան է ապրում։ Ինչ ունեք ասելու։ Ամսի 7-ին էլ սպասվում են ընտրություններ, կարծեմ շատ կարևոր ընտրության առջև է նաև կանգնած մեր ժողովուրդը։ Իհարկե բոլորս էլ միանշանակ ենք ընկալում այդ դառը իրականությունը, որի մեջ հայտնվեցինք, իբրև մեր փորձություն, երբ հայաթափվեց Արցախը, երբ ունեցանք այդպիսի մեծ կորուստներ եւ մարդկային կյանքի իմաստով եւ հոգեվոր մշակութային իմաստով եւ աննախադեպ եկեղեցահալած քաղաքականություն գործող իշխանությունների կողմից շինծու մեղադրանքներով բարձրաստիճան եկեղեցականների ձերբակալություններ եւ անհասկանալի վերաբերմունք իրենց քրիստոնյա համարող պաշտոնյաների կողմից մեր քրիստոնեական արժեքներին, մեր նվիրական սրբություններին, ամենայն հայոց հայրապետին, ով ազգընտիր եւ օտյալ եկեղեցու ղեկավար է, գլուխ է, առաջնորդ է, պետ է, անհասկանալի է։ Բայց մյուս կողմից էլ մենք գիտենք, որ դա մեր խաչի ճանապարհն է եւ մենք հավատարիմ ենք եւ մեր կոչումին եւ մեր առաքելությանը, որը մեր եկեղեցու առաքելությունն է 1725-ամյա հավատքի խորհրդանիշը։ Եվ ես ուղղակի պիտի ասեմ, որ բոլորս ենք զարմացած, թե ինչպես իշխանությունը իդեմս վարչապետի կարող է անտեսել, մերժել երկրի բարձրագույն օրենքը, սահմանադրությունը, որի վրա ձեռք է դրել եւ երդում է տվել այդ օրենքի բոլոր հոդվածները, օրենքները սրբորեն եւ անվերապահորեն պահպանի եւ գործադրի, այսօր կարծես թե ինքը ավելի բարձր է իրեն դասում, քան երկրում հաստատված սահմանադրությունը, օրենսդրությունը եւ իր նախընտրական ծրագրի մեջ ներառնում են կետեր, որ չես հասկանում որտեղից իրավունք են իրենց վերապահել, նոր կանոնադրություն հաստատեն, հայոց հայրապետի հրաժարականը պարտադրեն եւ այլ կետեր, որ բացարձակ ոչ մի տեղից լիազորություններ ապահովված չեն իրենց համար։ Եվ բնական է, որ ես կարծում եմ, ես արդեն ասել էի նախորդ իմ ելույթներից մեկում, որ այս ընտրությունները, որոնք շատ կարևոր են մեր հայրենիքի, մեր պետության պահպանման, կայացման, գոյության համար, որ յուրաքանչյուր քրիստոնյա հայորդի, որ պետք է իր պարտքը համարի քաղաքացի որպես երկրի մասնակցելու ընտրությանը, անդրադառնա իր ձայնին կարևորություն տալով։ Եթե ինքը քրիստոնյա է եւ զավակն է հայ եկեղեցու, ապա իշխանությունը ինչպիսի վերաբերմունք ունի իր եկեղեցուն, որ իր համար սրբություն է, նվիրականություն է, եւ հետեւաբար ինչպիսին պետք է լինի իր վերաբերմունքը նման քաղաքական ուժին կամ կառույցին։ Շնորհակալություն։